Ինչ իրավիճակ է ձեր հարազատ Գյումրիում քաղաքապետի անազատության մեջ հայտնվելուց հետո։ Բարդ հարց եք տալիս, որովհետև մի քանի շերտեր կան ու պետք է յուրաքանչյուրը ասել։ Առաջինը, որ այդ մասսայական ձերբակալության խնդիրը ինքնին ցույց դնելը բոլորին, սա Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ կգա միլիարդները կտանեմ, կբանդարգեմ եւ այլն թեմայի շարունակություններ կամ իր վերաբերմունքի արտահայտումը Գյումրու հանդեպ, բայց այդտեղ գյումրեցու հանգամանքը կա, ովքեր այդ ամբողջը տեսան, քաղաքը պարալիզացված էր, որովհետև ոստիկանական ուժեր էին անընդհատ ավելացնում, տեղաշարժվում եւ քաղաքի հիմնական զարգերակը, հրապարակը պարալիզացված էր։ Եվ բոլորը իմացան, որ ինչ-որ բան է կատարվում, հա։ Իսկ դրանից հետո արդեն գիտեք, մամուլը շատ է անդրադարձել, կալանավորեցին շատ շատերին, բացի քաղաքապետարանի աշխատակիցներից էլի մարդկանց մի քանի տասնյակ, որը միանշանակ չի ընկալվում մարդկանց կողմից, որովհետև եթե հարցը քաղաքական էր, ինչի ներկայացնել ոչ քաղաքական հարթության մեջ, իսկ իշխանությունները քաղաքականացրեցին մաքսիմումով, ցուցադրական ձերբակալություն անելով։ Եվ եթե հարցը քաղաքական չէր, ինչի քաղաքապետին չհրավիրեցին ծանոթումով եւ դրա հետ համապատասխան իրավակարգով գործողություններ անեին, հա։ Այնպես որ սա թերևս հիմնական ուղղություններ եւ մյուս ուղղությունը գյումրեցիները շատ են խոսում այն մասին, որ իշխանությունները Գյումրի գալ չեն ուզում, օրինակ քաղաքի օր լինի, չի գալիս երկրի ղեկավարը օրվա, հա, բայց ասենք ամենատարբեր առիթներով կամ անընդհատ նմանատիպ գործողություններով երկրի ղեկավարին են հիշում, որպես նախապատճառ եւ պատճառ է ամբողջի եւ քաղաքականությունը, որը վարում է իշխանությունը։ Գյումրեցիները դժգոհ են։ Այդ իշխանական թևին լրիվ մեկուսացնելով, հա, փոքր քաղաք է, մարդիկ իրար ճանաչում են, բարևում են, հա, ազգակցական կապեր ունեն, իրար դեմ հանելով, իրար դեմ սրելով եւ այսպես ասած ամբագորգոր անպատասխանատու հայտարարություններ անելով, մինչեւ որ դա փոքր քաղաք է, մարդիկ իրար բոլորը պաբերով, ազգուտակով ճանաչում են, այնպես որ դժգոհ են։ Իսկ հրապարակված ձայնագրություններին ինչպես եք վերաբերվում։ Ես պետք է անկեղծ ասեմ, այսօրվա դարում, երբ որ գործ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ բազմաթիվ սրա հետ կապված ամենաբարդ եւ ոսկերչական ճշգրտությամբ սարքած նյութերի հետ, մտածում եմ, որ այդտեղ հարցի պատասխանը տվողը մենակ նախաքննության ավարտն է եւ դատարանն է, հա, որտեւ անմեղության կանխավարկածը վեշ մարդուն բռնեցին, հա, ու ինքը մեղավոր է, մենք պետք է մեր մեջ որպես առողջ ու գիտակից հասարակություն բացառենք։ Սա չի նշանակում, թե ես ասում եմ, որ պետք է որևիցե մի հատ վատ երևույթի հանդեպ չունենանք մեր գնահատականը, բայց սա այդ դեպքը չէ, որովհետև նախապես հայտարարվել էր նույն քաղաքապետի պահով, որ ընդ որում երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարվել էր, որ մենք այդ իր հարցերը կլուծենք։ Հիմա դրանից հետո ձայնագրություն կամ այլ բան, ինչի մասին է խոսքը։ Եկեք համբերատար տեսնենք, թե ինչ կպատասխանեն փորձագետները։ Ընդհանրապես ձայնագրությունները միայն այդ ձայնագրությունը չէ, շատ ձայնագրություններ են այս օրերին ականատես լինում եւ տեսանյութեր, կարծես կոմպրոմատային պատերազմի շրջափուլ ենք մտել, նաեւ Սրբազանի մասնակցությամբ, ինչ է կատարվում իրականում։ Ես կարող եմ մենակ մի բան ասել, որ հասարակությունները, երկրները, ժողովուրդ ասածը մեր լեզվով ունեն երկու տաբուներ։ Առաջինը, երբ որ մտնում ես անձնական դաշտ, անձնական կյանք,
Երկրորդը դա եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին։ Քիչ հասարակություններ կան, որ բացի կարմիր գծերից ունեն դեկլարատիվ չի կարելիներ, հա? Դեկլարատիվ, ուղղակի առանց բացատրության, ոնց որ ծնողը երեխային ասի չի կարելի ու վերջ։ Սա այս թեման է, եթե մտել են, բայց նորից գալիս ենք նույն կետին, որ այսօր եթե հայտարարվում է, որ մենք արհեստական բանականության ինչ-որ կոնտրակտներ ունենք արևմուտքի հետ, Ամերիկան մեզ բաներ է տալու, բան, ինչ գիտենք, թե ինչի է տիրապետում այսօրվա իշխանությունը, որը ունի բոլոր միջոցները եւ որևիցե մեկի հանդեպ կամպրոմատի հրաբարակումը, եթե առողջ հասարակություն լինեինք, օրինաչափ չէր եւ վատ էր, բայց մեր իրականության մեջ լրիվ սովորական բան է դարել։ Պարզապես ժողովուրդը դեռ չի ընկալում այդ ամբողջային մագարտակով, որովհետև իր հանգարցակի բերելու սինդրոմի վրա է կառուցում։ Կամպրոմատ ասած առհասարակ հանգարցակի բերելու, գոտկատերից ներքև խփելու մասին է։ Եվ սրանից ելնելով ժողովուրդը դեռ պատրաստ չէ կամ սովորական չի դարել, բայց այս տեմպերով կարծում եմ, որ կամ եթե ոչինչ էլ չանեն, մի ամիս, երկու ամիս հետո այդ կամպրոմատ ասածը կդառնա խաղալիք։ Եվ դա ամենը իրար ընդդիմացողներ է, դրանով իրար կմեղադրեն եւ ժողովուրդը ոչ մի զարմանք չի ունենալու դրա վրա։ Կիրակի տեղի ունեցավ պատարակ, կարգալույց եղած քահանան այն մատուցեց, Փաշինյանն ու իշխանական Վենեխավի բազմաթիվ ներկայացուցիչներ այնտեղ էին։ Ինչ տպավորություն ստացաք։ Ես հենց կիրակի օրվա հետ կապված մի հատ դիտարկում անեմ, որ եթե Ստեփանը Ասադրյան, հա, ճիշտ եմ ասում ազգայինը, կարգալույց արված տղան հայտարարում է 10,000-ի մասին, վերջ, խաղի կանոնով գոնե տեղ 5,000-ից ավել մարդ պետք է լիներ, 10,000 թիվը հնչել է, իսկ իրականության մեջ քիչ առաջ ասեցի, չէ, հայ առաքելական եկեղեցին տաբու է, եկեղեցու պատը կգնան, վրեն կնկարեն, կողքով կանցնենք խաչակնքվեն առանց հավատամքը իմանալու, հայրմերը իմանալու, խաչակնքվել իմանալու, մադախ կանենք, ժողովուրդը այդ տեսակ է իր նկարագրում։ Մեր ժողովրդի մեջ, տեսեք ինչ հետաքրքիր բան կա, երիտասարդները, ովքեր զոհվեցին պատերազմի ընթացքում եւ այս վերջի 2-3 պատերազմների ընթացքում եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չլինելով, հա, հանուն եկեղեցու, հանուն սրբությունների կռվեցին եւ զոհվեցին։ Նույնը հասարակությունն է, շատերը եկեղեցու կողքով անցնելուց խաչ են անում, չէ երեսին, կարող մոտենաք հարցնեք, թե ինչից է տեղյակ, ինքը շատ բան չիմանա, բայց իր մեջ կա տաբու։ Այդ տաբուն դեկլարատիվ կարմիր գիծն է, հա, որը չի կարելի ու վերջ։ Եվ երբ որ դու վերցնում ես երկրի ղեկավար լինելով գնում ես եկեղեցի, ճաշակվում ես կարգալույց քահանայից, որը իրավունք չունի սկիհը ձեռքում բռնելու։ Եվ վերջում քեզ պատասխան կենացով լավ բան են ասում ու դրանից հետո ծապ են տալիս։ Այդ պատարագը դարավ Կոմսոմոլի ժողով, Կոմսոմոլի համագումար, որից հետո ծապ տվեցին։ Այսինքն այդ պատերը իրանց օրհնությունը չտվեցին այդ մարդկանց, ովքեր տեղ հավաքված էին, սա մեկ։ Ինչ վերաբերվում է եկեղեցու հետ կատարվողին, այս 6 ամսվա հալածանքներին, բազմաթիվ անգամ ասել եմ, չեմ ալարի, մի անգամ եք ասեմ, որ մասսայական, համաժողովրդական աֆեկտի տանել մի ողջ ազգի, կոլեկտիվ աֆեկտը մի քիչ ուրիշ բան է, միջազգային լեքսիկայում այլ բան է թարգմանվում, բայց կոլեկտիվ մարդկանց համախմբի աֆեկտի հասցնելը ունի իր պատճառահետևանքային այլ եւ տրամաբանությունից դուրս զարգացումները։ Ամեն դեպքում հայտարարություն եղավ, որ էլի են անելու, հիմա եթե 2000 մարդ է տանեն, 3 է տանեն, 4 է տանեն, Գյումրեցու ասած թավը չէ։ Նախ մինչև այդ կա եւս 4-5 օր։ Երկրորդ երթին թավը չէ, որովհետեւ մի անգամ եթե այդ սարը չես բարձացե, երկրորդ առաջին անգամ եթե չես բարձացե, դու արդեն պարտված ես, անկախ ամեն ինչից։
Եվ երկրորդ անգամ ուզում ես բազելով բարձացի, դու ընդամենը ինքդ քեզ ես փորձում գերազանցել, ոչ թե մյուսներին բան ապացուցել կամ մյուսներին ներգրավել։ Երբ կարծում եմ, որ էլի ժողովուրդը բացի իշխանության ներկայացուցիչներից մարզպետ, քաղաքապետ, դավականու անդամ պատգամավորներ, այլ մարդիկ, հա, ակտիվիստներ իշխանական, էլի մարդիկ չեն գնալու։ Ով էլ որ գնա, ստիպողաբար պետք է գնա, դուք կհիշեք Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում, մարդ չկար։ Բոլորը սպասում էին, որ 10-15 հազար մարդ կհավաքվի եւ կլինի մի հատ հուշկու հավաք, չեղավ։ Այդ օրվանից այս իշխանության մարդ հավաքելու ամբողջ քաղաքականությունը ընդամենը վարչական ռեսուրսն է, որն էլ ամբողջապես բերել հովնանավանք չի ստացվելու։ Որն է լինելու այս ամենի վերջնակետը եւ ձեր ասած կոլեկտիվ աֆեկտի պարագայում ինչ կարող է տեղի ունենալ։ Այս հարցը ամենահետաքրքիրն է թերևս, որովհետեւ վերջին հաշվով եթե մարդիկ ինչ-որ բան են անում, ինչ-որ նպատակի համար են անում, վերջնարդյունքի համար են անում։ Կոնկրետ այսօրվա իշխանական թիմի համար մի քանի նպատակակետեր կան, որոնց ուզում են իրանք հասնել, բայց ներքին քաղաքական դաշտում ամբողջը աջակցվում է ընտրությունների հետ։ Ինչի՞։ Սայնց 2 տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, որ Փաշինյան Նիկոլը չի գնալու Արտահերթի, այն ժամանակ էլ էր սպասվում 22-ից հետո, 23-ից հետո, բայց հիմա իրանց համար ամենացանկալի բանն է ենթադրում եմ, որովհետև ինչ է նշանակում Արտահերթ, ասում եմ, տեսեք ժողովուրդ, դուք դեմ եք, ես հրաժարական տվեցի, նորից ընտրություն ենք անում եւ ընտրության արդյունքներում թող հաղթի ուժեղագույնը։ Пусть победит сильнейший, հա։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած ընտրության ժամանակ դա այդպես է, հա, ընտրություն են գնում, ով հաղթեց ինքն է ուժերը։ Բայց ստեղ Արտահերթի դեպքում, երբ որ ինքը հրաժարական է տալիս ելնելով երկրի անկայուն իրավիճակից, եւ դրանից հետո վերընտրվում է, չէ՞։ Երկրորդ օրը բողոքարկել ընտրության արդյունքները շատ դժվար է լինելու, թե ներքին ներհասարակական մագարտակում Հայաստանի մեջ, թե աշխարհի մագարտակում ցույց տալ, որ Հայաստանում ընտրությունները չեն լուծել անկայունության խնդիրը եւ չեն բերել նոր զարգացումների, հա, անհնար է դառնում։ Բայց եթե գնում ենք դեպի ընտրություններ հերթական, այդտեղ բոլորը հավասար մեկնարկային կետ ունեն, չէ՞։ Այսինքն գնում ենք, հրաժարական չկա, հրաժարականը կամ լիազորության դատարեցումը օրենքի պահանջ է, սահմանադրական պահանջ է, երկրորդ օրը առավոտ, եթե ընդդիմությունը չի համաձայնվում եւ ասում է մենք համաձայն չենք ընտրության արդյունքների հետ, սրա այդ հաշվի պետք է նստեն շատ շատերը, եւ ժողովուրդը, եւ աշխարհը, եւ միջազգային դերակատարները։ Մեկը Տերևս դրանից խոսենք ու այս մասով ամփոփենք, ինչ է, որն է ամենամոտակա խնդիրը, Վեհարան, Եկեղեցի, Գյումրվա, ընդդիմադիր քաղաքապետը, Մասիսի Դավիթ Համբարձումյանի հետ կապված, Վարդան Ուգասյանի հետ կապված, Վալոդիա Գրիգորյանի հետ կապված դեպքերը, բոլորը տանում էին միտեղ կամ ենթադրում էին, որ դրանից հետո ժողովուրդը պետք է լսվի փողոց ու սկսվեն ինչ-որ զարգացումներ, բայց պես ժողովուրդը խելացի գտնվեց ու չի գնում այդ ճանապարհով։ Այսինքն չի ստեղծում Արտահերթ ընտրությունների նախադեպ։ Դա էլ ունի իր պատճառները, ինչի, բայց ամեն դեպքում այդպես է ստացվում, հա, եւ եթե մինչեւ դեկտեմբեր, հունվարի սկիզբ մենք ունենանք մի իրավիճակ, երբ որ գնում ենք հերթական ընտրությունների, ենթադրում եմ, որ այս կառավարությունը եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կտեսնեն իրանց սնանկությունը։ Իսկ այն, որ Փաշինյան Նիկոլը հատկապես 24 թվականի հունիսի 12-ից հետո ազգային ժողովի դիմաց կատարվող այդ պայթյունները, ցույցերը սրբազան շարժման, վիրավորներ, ձերբակալվածներ եւ այլն, այդ ամբողջից հետո ինչ անում է, հակառակ էֆեկտ է ունենում, հա, դուք կարող եք ինքներդ էլ փաստել կամ մի փոքր եթե հետ նայեք, կտեսնեք, որ ինչ արեց, ստացավ հակառակ էֆեկտ։ Երբեմն անգամ
մտածում եմ, որ Փաշինյան Նիկոլը ուղղակի էներգետիկայի կամ իր դրդապատճառների առաջ տանող այդ ուժը չունի ու միտեղ ոնց որ թե ինքն էլ տնի ու միտումնավոր իրավիճակը լարվածության բերի, որ վերջապես ելեն ասեն եղբայր թող գնա, այս երգիրը ինչ որ կատարվել է, ինչ որ ավերել եք, ինչ որ ստացել եք, այդ արդյունքում ինչ մնացել է, փորձենք սարքենք մեր երեխեքի համար։ Մի քանի շաբաթից վաղը շաբաթի ընտրություններն են, արդյոք այնտեղ առավել զգայուն են եկեղեցու հետ կապված հարցերում, ինչ ազդեցություն դա կունենա քվեարկության հարցում եւ ընդհանրապես ինչ կանխատեսումներ ունեք ընտրությունների հետ կապված։ Գիտեք, թերևս արդեն դերակատարները հիմնական պարզ են ուժերը, որոնք մասնակցում են, բայց բարդ է ասելը, որովհետեւ մինչեւ կա վեհարանի օրակարգային խնդիրը, Հովնանավանքի օրակարգային խնդիրը, բայց ամեն դեպքում կարող է մի բան եմ կանխատեսել եւ միշտ ասում եմ, որ հիմնական պարտիան, հիմնական խաղը կսկսվի Բաղաշապատի հավականու ընտրությունների այն օրվանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը կգնա նախընտրական քարոզարշավին իր ուժին սատարելու։ Այդ պահից կսկսվի հիմնական գրոհը դեպի վեհարան։ Իսկ Էջմիածնի ընտրությունները իրանք Գյումրվա ընտրություններից դասեր քաղել են եւ միակ ուժը չէ, որ մասնակցում է քաղաքացիական պայմանագիրը եւ այնտեղ բարդ կոմբինացիայով շատ հետաքրքիր բան է կատարվում, երբ որ իրանց հարող ուժը հանրապետություն կուսակցությունը կարծեք թե ներկայանում է որպես քաղաքացիական պայմանագրի տեխնազոյի հետ հագաճարվող, չեմ ասում դեմ, բայց այսպիսի միած սիրուն սովսով է ամբողջը զարգանում, բարդ է ասելը, բայց գիտեմ մի բան, որ վեհարանի եւ Հովնանավանքի դեպքերի արդյունքները ուղիղ ազդեցություն են ունենալու Բաղաշապատի ընտրության արդյունքների վրա։ Այսինքն, եթե հաջողում է այս կիրակի եւ վեհարանի հետ կապված զարգացումներում, Էջմիածնի հետ կապված բավականին լարվածություն եւ շատանում է, մյուս կողմից էլ իրանց հնարավորությունները, որովհետեւ այդ իրադրությունից հաղթող դուրս եկողների շատանում է։ Եթե ոչ, արդեն կարծում եմ ենթադրում եք, որ կունենանք երթական սիտուացիան, երբ որ ընդդիմադիր ուժերը կընտրեն քաղաքապետ, դրանից հետո իշխանությունները կփորձեն ամեն գնով այդ իրադրությունը շտկել եւ օգուտ իրանց։ Խաղաղության օրակարգը հաջողություն կբերի իշխանություններին գալիք խորհրդարանական ընտրություններում։ Իրանք վերցրել են մի գիծ, որը փորձում են զարգացնել, դա խաղաղության հաղթաթուղթն է, ճակերտավոր, բայց մենք ունեցել ենք արդեն նմանատիպ մի իրականություն, երբ որ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գնալուց ինքը ասաց գալիս է պատերազմի կուսակցությունը, բայց ժողովուրդը գնաց դրան։ Սա մեկ։ Այսինքն այդ ֆիշկեն հաղթաթուղթը արդեն խաղարկված բան է Հայաստանում, խաղաղություն թե պատերազմը։ Մյուս կողմից Թրամփը ղազախական ծորենը ճանապարհների բացվել է։ Ժողովուրդը արդեն շատ լավ գիտի, թե իր համար դրական ձեռքբերումը ինչ արագ կարող է փոխվել բացասականի եւ ճիշտ հակառակը, այնպես որ սա էլ մարդկանց քիչ է հետաքրքրում։ Բայց կա շատ կարևոր բան 26 թվականի ընտրությունների հետ կապված, ոչ մեկին չեն լսելու։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը կորցրել է, զավակ է կորցրել, Արցախ է կորցրել, տարածք է կորցրել, արժանապատվության վրայով են քայլում, ձերբակալություններ են, կոմպրոմատներ են, եկեղեցու միակ են, որ սրբության սրբոցներ, հետ կապված զարգացումներ, ժողովրդին վանում է, օդարում է քաղաքական օրակարգերից, ազգային եւ պետական օրակարգերը տնելով նժարի այս կողմը։ Այդ մեզ է թվում, թե քանի գնացել ազգային եւ պետական օրակարգը թուլացել է, ինքը ամեն ժամ ավելանում է, պարզապես դրության տիրույթում է այդ ամբողջը եւ մոդագա առիթում անպայման կարդահայտվի։ 26 թվականի ընտրությունների հետ կապված մի բան ասեմ, որը շատ կարևոր է։ Իշխանությունը աշխատելու է ներգրավել անտարբերներին, այն 2 միլիոնին, որի համար
Ընտրությունները եղել են երկրորդական բան կամ չեն մասնակցել ինչ-ինչ պատճառներով։ Ինչ է անում, գնում եք յուղերը, ասում եք տեսեք, այսքան մարդ եք, չէ՞ այս գյուղում, 5 տարվա մեջ, ձեզ եթե ամեն տարի ամեն մեկիդ 10,000 դրամ տայինք, հիմա մենք 50,000-ով ամեն մեկիդ այսքան մարդու բազմապատկածով սարքում ենք ճանապարհներ եւ այլն, հա։ Այստեղ իհարկե անակնկալներ ունենալու ենք բոլորս, ընդդիմություններ են ունենալու, որովհետեւ մարդկանց քանակ կլինի ովքեր կընտրեն իշխանության կուսակցությանը, բայց ժամանակային դիստանցիան այնքան մեծ է, որ անգամ 5 օր հետո չենք կարող կանխատեսել, այնպես որ համբերենք ավելի մոտ ընթացքում փորձենք հասկանալ։